Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահ Ջեֆ Բարին։ Քննարկվել են թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կառավարման եւ հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նոր նախաձեռնությունների եւ նախագծերի մշակման հեռանկարներին, որոնք միտված են նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժի լիարժեք իրացմանը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է զարգացման ֆրանսիական գործակալության, ընդլայնման եւ եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթիո Վասիորի գլխավորած պատվիրակությանը։ Խաչատրյանը բարձր է գնահատել կառույցի դերը Ֆրանսիայի հետ բազմավոլորտ գործակցության խորացման տեսանկյունից։ Նա կարևորել է ինչպես բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող աջակցությունը, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ձևավորված արդյունավետ գործակցությունը։ Մտքեր են փոխանակվել երկու հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների եւ այլ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։ Կարևորելով ոռոգման ենթակառուցվածքների եւ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված գործակցության շարունակականությունը, հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում ջրային ռեսուրսների եւ գյուղատնտեսության ոլորտի համալիր զարգացում ծրագրի իրականացման մանրամասներին։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկվճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 735,547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 36,128-ով կամ 4,8%-ով։ Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման 2024-28 թվականների ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների եւ այծերի ձեռքբերման գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային եւ մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաեւ տրամախաչման միջոցով բարձր մթերատու եւ տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային մանր եղջերավոր կենդանի։ Մեկ տոհմային կենդանու առավելագույն գինը սահմանվել է Հայաստանի Հանրապետության ներսում ձեռք բերված 300,000 դրամ, արտերկրից ներկրման դեպքում 450,000 դրամ։ Ընդամենը մեկ տարում մի քանի արմատով սացիլից են ստացել այսպիսի բազմաճյուղ, խիտ սաղարթով, առատ ու առողջ բերքով իսպանական Ալբիոնին, որը Կոտայքի Արամուսում 1500 մետր բարձրության վրա խոշոր ու հյութալի պտուղներ է խոստանում։ Ռեմատան սորտ է, այսինքն շուրջ տարին բերք է տալիս, մինչև ցողունի մի հատվածին պտուղը կարմրում է, մյուսին ծաղիկ է տալիս։ Մինչև 1 կիլոգրամ մեկ բույսից հնարավոր է ստանալ արտադրություն ու բարձր որակի արտադրություն։ Այդ արդյունքին հասնելու համար բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ ջերմատուն են կառուցել, որտեղ հովացում, ջեռուցում, ոռոգում եւ սնուցում կատարվում է ավտոմատ։ Իսկ լուսամուտներից որը որքան բացվի, փակվի, ջերմաստիճանը, խոնավությունը, քամու արագությունն ու մառախլագոյացումը ինչքան լինի, որոշվում է հեռակառավարմամբ։ Թե որ համակարգերն են հիմա աշխատում, որ շրջանում են գտնվում, այսինքն երրորդ պերիոդում, երրորդ շրջանումին ինչ պարամետրեր են դրել, որ ըստ դրա էլ կառավարվի պատուհանների եւ հովացման համակարգը, որ ուշադրություն դարձնեք, այս ջերմաստիճան, այս ուժեղ արևի տակ, հիմա մենք ջերմատան ունենք 22 աստիճան, ջերմաստիճան 63% խոնավություն, որը շատ իդեալական ջերմաստիճան խոնավությունն է բույսի աճման համար։ Լավ բերքի հաջորդ կարևոր պայմանը սնուցումն է, որն այստեղ կատարվում է կաթիլային ոռոգման պասեղիկների միջոցով, ուղիղ արմատային համակարգին։ Շարքերի դասավորությունն ու հեռավորությունն այնպես է արված, որ աշխատակիցներն առանց դժվարության կարողանան խնամել բույսը, հեռացնել չոր տերևներն ու հավաքել բերքը։ Ագրոնոմիայի մեջ խորացած Անդրանիկն ասում է, սա թիմային աշխատանքի արդյունք է, իսկ մասնագիտության ճիշտ ընտրությունն այսօր իրեն եւ ընկերներին շատ հնարավորություններ է տալիս։ Լիքը երիտասարդների, նաեւ մեզ տալիս է աշխատանք, տալիս է կրթվելու, զարգանալու հնարավորություն, տալիս է գումար վաստակելու հնարավորություն ու լավ մասնագետը թե լավ ապահոված կարող է պահել իր ընտանիքը, թե լավ ապահոված կարող է պահել այն ջերմատունը, որտեղ որ ինքը աշխատում է։ Վերջին տարիներին ելակի արտադրությունն աճել է պայմանավորված տնկարանային նոր սորտերի ներմուծմամբ ու թաղանթապատ ջերմատների ավելացմամբ, ինչի շնորհիվ մեծացել են արտահանման ծավալները։ Փորձում ենք գնանք ավելի առաջ, փորձում ենք ավելի ընդլայնվենք, արտահանում ենք իրականացնում, ԵԱՏՄ երկրներ ենք արտահանում բերքը, ունենք համապատասխան թույլտվությունները։ Մեկ տարում համայնքում 5 աշխատատեղի հարց են լուծել, ասում են, եթե չսիրես այս գործը, այսքան հոգատարությամբ չմոտենաս, արդյունք երբեք չես ունենա։ Մտածում են շարքերի քանակն ավելացնել, որ 3000 քառակուսի մետր տարածքից ավելի շատ բերք ստանան։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի այցը Շիրակի մարզ նպատակ ունի ընդգծել միացյալ թագավորության աճող ներգրավվածությունը Հայաստանի մարզերում, ներառական զարգացման, երիտասարդների կարողությունների հզորացման, տնտեսական գործընկերության ու նորարարության ուղղությամբ։ Դեսպանը մի շարք պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել Շիրակում։ Այցը նաեւ հնարավորություն է հասկանալու, թե ինչպես կարող են նախաձեռնությունները զարգանալ, ընդգրկել ավելի լայն շրջանակներ, նպաստել նոր գործարար տեխնոլոգիական գործակցությունների ձևավորմանը, ասում է դեսպանը, խորապես կարևորելով Գյումրիի դերը Հայաստանի ընդհանուր զարգացման հարցում։ Գյումրին երկրի երկրորդ խոշոր քաղաքն է, ունի ռազմավարական դիրք եւ զարգացման ակնհայտ ներուժ։ Քննարկեցինք նաեւ ենթակառուցվածքների զարգացումը եւ տրանսպորտային կապերի կարևոր դերը մարզի շարժունակությունն ապահովելու առումով։ Անդրադարձանք նաեւ ՏՏ ոլորտի դերին, ներդրումների անհրաժեշտությանը։ Խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող է Միացյալ Թագավորությունն աջակցել ոչ միայն մասնագիտական կարողությունների ձևավորմանը, այլև նոր գաղափարներ ունեցող երիտասարդներին ու ձեռնարկատերերին։ Գյումրին Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, այստեղ նաև օդանավակայան կա, եւ հրաշալի կլինի, եթե ավելի շատ մարդիկ այցելեն, ճանաչեն եւ զգան այս մարզի մշակույթը։ Օրինակ, Impact Hub Գյումրին իսկապես հիանալի նախաձեռնություն է։ Այն ոչ միայն բիզնես գաղափարների զարգացման վայր է, այլ նաև մի հարթակ, որտեղ մարդիկ կարող են տեսնել ստեղծագործ աշխատանքներ, ձեռք բերել հիանալի արտադրանք եւ ավելի խոր պատկերացում կազմել այս տարածաշրջանի մշակութային ինքնության մասին։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ նվազել է 0.9%-ով, կազմելով բարելի դիմաց $64.06։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հուլիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ իջել է 1%-ով, կազմելով բարելի դիմաց $60.79։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.1%-ով եւ մեկ ունցիայի դիմաց կազմել $3295։ Բիթքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 2.9%-ով եւ կազմել մեկ հատի համար $108,400։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մայիսի 23-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 383 դրամ 77 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 435 դրամ 58 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 79 լումա։